Այսօր մի քանի համարներ պիտի գասամ Պողոս առաքյալի Փիլիպպեցիս 4-րդ գլուխեն, որ մեզի հետևյալ սիրով գխոսի, Փիլիպպեցիս 4:20 10:20 Փիլիպպեցիս 4 գլուխ 17 համար մինչև 20-րդ Ջանցնալու զանիգա և անոր հարության զորությունը, անոր չացարանքներուն հաղորդ ըլլալը, անոր մահվան և արանքը արնելով, որ ըլլադ է մերներուն հարությանը հասնին, որտե ես արդեն արել եմ, գամ արդեն գարարյալ եղեր եմ, հաբա ետևե ինգացիեմ, որ պերնեմ մրցանագը, որը համար ալ պերնվեցա Հիսուս Քրիստոս է, եղբայրներ, ես չեմ սվեր, որ պերներեն, բայց բան մգա, որ ետևի եղածները մորցած են, ու արդևի եղածներուն գտինեն, նաբարագը տիդելով, Քրիստոս Հիսով եղած, արտգզով վերին գոչումին մրցանագին գվազեն, ուստի մենք ամենս, որ գադարյալ ենք, ասիգա խորինք, և եթե բամը ուրիշ գեբով խորհելու ըլլակ, զանիկ աղցեզի պիտի հայտնե աստված, մենք է ինչ աստիճանի, որ հասեր ենք, նույն գանոնին համեմատ քալենք, նույն խորհուրդը ունենանք, ինձի նմանով եղեք եղբայրներ, ունայեցեք անոնց, որ այնպես գքալեն, ինչպես մեզ ձեզի օրինակ ունիք, ուստի շատերը գքալեն, որոնց համար շատ անգամ ձեզի գսեի և հիմա լալով աղգզուրուցեն, այսինքն Քրիստոսի խաչին թշնամներուն համար, որոնց վերջը գորուստ է, որոնց աստվածը իրենց որովայնն է, ու անոնց փառքը իրենց ամոթն է, որոնք միայն երկրավոր պայներու գմտածեն, բայց մեր քաղաքականությունը երկինքն է, ուր ալփրչին գսպասենք դեր Հիսուս Քրիստոսին, որ պիտի նորոգե մեր խոնավ մարմինը, իր փառավոր մարմինին գերբարանագից ըլլալու, այն զորությունով, որ կարող է ամենը իրեն դակ հնազանդեցնելու, դեր որդեն խոսքին ընթերցումը ամենուս աղոթենք։ Երկնավոր հայր, դեր Հիսուս Քրիստոսի անունով քեզի գուքանք, խնդրելով որ մեր սրդերուն մեջ կերակույն խոսքըց իր ուրույն պաժին ունենա մեզ պատրաստելու մեր ջանքի թժնտակ պայմանով ներքեր քալած ադենից, հյուծած, դարաբած ադենից, միշտեր քու երեսը փնրելու, քեզ մեզ զորություն հայցելու, քեզ տիդելու, այն վերին գոչումին մրցանագին հասնելու համար, երևի եղած սպաները մորցած լալով, դեր քեզ տիդենք, և այն նշանապանին հասնելու համար, անցնուրած աբդենք այս Քրիստոսավայել գյանքը, և հետևելով քու խոսքից և անոր ճշմարտությանց, քեզի համար քաչ վգաներ ըլլանք, փառքիդ համար գխնդրենք, ամեն։ Սպասուհիմը գդրդնչեր, ինչու արդյոք իմ դերս, իմ ամսականս չի պաշտացներ, երեթե այս ամիս կոնե 5 ոսկինը իմ շապրագանից կամ ամսականից վրա պաշտացներ, իբվածով այս խորհուրդը մտքեն պարծր արդահայտած արենը, դրան արդյրեն դանդիրունին անցադավեն զայն լսած էր, և գերվի թե խրջիկալով, հաջորդ ամիս իր շապտագա ամսականը որբին իրար, 5 ոսկի ավելի տրած էր, և ամսականը դվավ բահարանի մեջ, սպասում ցերկը, և
դուրը կոչելով, դուրս ելավ և ագանցտվավ, թե ինչ միլիոն Եվ բահարանը պասածին բես սկսավ հաշվել և ինչ տեսնեմ, հինգ ոսկի ավելի արդեն, ուսավ, բայ, ինչու համար դասը շուզեցի, քանի որ Աստված իր աղոթքը լսել է, ինչու ավելին չխնդրեցի։ Մենք այսօր ճիշտ ծևով շատ անգամ ավելին կցանկանք, ինչու ավելին չխնդրեցի, ավելի կյանք, ավելի զորություն, ավելի նվիրում, ավելի քրիստոնեական ծառայություն, ավելի և ավելի։ Ես տակավին չեմ կրած մեկը կյանքից մեջ, որ իր եղած կյանքով գոհացում գտնե։ Ամեն մարդ փաթաթած է և կփաթակի միշտ դեպի լավը, լավակույնը և դեպի վեր բարձրանա, հասակով, դիրքով Եվ կտեսնենք մարդիկ և ձանր գաշխարին, գսե ձանր գաշխարին, որովհետև դերմը հասնին, գվազե դերմը հասնելու համար։ Եվ դերմը հասնելու դենչը մարդուց մեջ այնքան զորավոր է, որ իր եղած վիճակով չի կոհանար ավելին կցանգա, նյութական, հոգեգան, բարոյական և ամեն կետնի վրա ավելին գուզե վայելել։ Եվ Հիսուս ալ նույնը իր մտքի մեջ ունենալով, այսպես ալ խոստացավ մեզի և ասավ. Ես եկա, որ դու կյանք պարտեսեքույս, և ավելի կյանք ունենաք, ուրեմն ավելի կյանքի համար, դեր Հիսուս եկավ աշխարհ, մեզ այդ նվաստավոր ավելի կյանքին առաջնորդելու, ուրեմն այս Եսոյի ետքը մեր նիվը պիտի ըլլա զորություն նեղության մեջ։ Նեղություն ամենքս գունենանք, գտիմակրավենք, նեղության պովքի մեջ են անցած ադենից հաջախ կհեծենք այս տերը ձանր է ինձի, այս նեղությունը շար ինձ համար և ուսիս վրա այնքան կջնշե, այնքան կգրքեզիս, որ իրավես գոհացում չեն կտներ այս նեղությանց մեջ են կալելու, ազատություն, ազատություն, անոց մեջ են շուտ անցելու համար զանազան միջոցներ կփնտրենք և այն միջոցներ կործածելով ուզենք որ նեղության մեջ են ապահով անցնենք։ Ինչպիսի նեղությանց մեջ են կանցնենք։ Արաքյալը, այսինքն Դոս Արաքյալ, այս նամակը Փիլիպպեցիս թուղթը բանդի նեղության մեջ են գրել։ Շղթաներով կապված այն ծանր շղթաները, գաբանքները իր վրա ունենալով գրել։ Այդ նեղությունները այնքան ծանր եղած են, բանդի նգուղը, մանավանդ այն բանդի դժվարությունները այսօրվա մեր բանդարգյալներուն երբեք չի նմանիր։ Չեմ գրեցել բանդերը ինչպես են, բայց մեր Օստրալիա բանդերը այնքան գեղեցիկ են, այնքան հանգստավետ են, այնքան հարազատ կան այն բանդի մեջ, որ երբ բանդեն ազատ կարձակվի, գոհացում չեն գտնել, հանգիստ և ուրախ չեն լար, գամավ երթան սխարը ընելու, գողությունը ընելու, ոճումը ընելու, և երբ կպորնվին երթան ոստիկանատուն կսեմ ինչի ուրի, որովհետև կսե դուրսը հանգիստ չվսանք ընել և երբ բանք ուզենք երթալ, որովհետև բանդի մեջ ավելի հանգիստ ըլլանք։ Բանդի մեջ տելևիզիոնը ունի, լողալու ավազանը ունին, հանգստարանը ունին, մազավայրը ունին, որ ամեն ծևի հանգստություն ունին և գիտեք, քիզմալ ավելին սեմցեցին, անգամ մնալ մեկ ամիս մեր բանդարգյալները ստրայքերին և ավելի հանգստություն կփնտրեին, որպես բանդի մեջ հանգստանան։ Բայց ոնց կտեսնենք Պողոս Արաքյալ ինչպիսի նեղությանց մեջ են անցած է, անոր ձեռքերը գոչվի մեջ, նույնպես ոտքերը գոչվելու մեջ անցած և անոր գլուխը շատ անգամ գոչվելու մեջ կանցնեին, իրենց բանդի ծանր բադիժին համաձայն և անպես հոն կդարաբեին, և սակայն մեր եղբայրը, մեր երես եղբայրը
Փոմ բանդի մեջ են այս նամակը կրելով, նեղության մեջ են կրելով, մեզի քաթայան կուդա եւ 14 համարի մեջ այսպես կսեմ մեզին։ Նպատակը դիտելով Քրիստոս Հիսուսով եղած Աստծո վերին գոչունին մրցանակին գվազեն։ Ահավասիկ այն նեղության մեջ գվազե մրցանակը ունի իր ասկին արշև եւ այդ մրցանակը շահելու համար ամեն բան յետև թողոցած այս վստահ նպատակին համար ջամփա ելածեն։ Այսպիսի վստահ մեծ եւ բարձր վկայություն ունի Գորգուդա եւ այս վկայության մանավանդ կբացատրե որ մինքալ իբրև Աստծո զավակները որ այսօր նյութական նեղության մեջ են գանցնենք, այսինքն նյութական աշխարհի նեղության մեջ են գանցնենք, այսինքն շատեր ընտանեկան, շատեր հոգեկան, շատերը ինգերային եւ այնպիսի նեղություններ, որը իրենց վրա կգուտակվին, այդ ծանր նեղությունները իրենց այնքան ծանր կազմեն, որ իրապես շատեր, ինչպես գլսենք, իրենց ծնած օրը անիծած են եւ երենք է ծնած շլայի պարը հաջող լսած են եւ նմանը ծանր խոսքերով իրենց արտահայտությունը կունենան եւ անգե ծեփ ազատվելու համար որոշ կերպով միջոցներ կփնտրեն եւ այդ նեղության մեջ ինչպիսի զորություն կփնտրե առաքյալը որովհետեւ այն զորությունը իրեն ուղղություն շնորհե վազելու հրաչ երթալու որովհետեւ ուրախությամբ շահի մրցանակը շատեր ձերության պատճառներով արգելափակված են 4 բادرու մեջ եւ մարդ շունին այցելուներ շունին իրենց նոր հետաքրքրողներ չկան մեղեթարական խոսքեր չկան աղոթագից հավատացյալներ չկան եւ հոգեկան ծանր դաշտապներու մեջ են գանցնին եւ անիկա իրենց համար գիտեք կյանքի ամենածանր եւ տժժտակ մեկն է որ մեկը իր ամբողջ երդասարտությունը անցուցած է Աստծո ջամփում մեջ ուրախ եւ զվարթ այս ձերության մեջ կուզե Աստծո ջամփում մեջ ապրելով վգայել, խոսիլ, զարահել եւ սեղան միջոցությունի եւ հերավորության միջոցները չկան հերավորության մեջ միջոցներ չկան որ զինք եկեղեցի աղոթքի տանին եւ կամ գարա մեկումը վգայել բայց եւ անպես այն ձերերը դունի մեջ միղիթարական խոսքերով պետք ունին ուրախ եմ որ խոսք գլսեմ եւ գրեստեմ շատեր ինչպես ձերերուն հոգ կտանիք եւ գեստակ կհավաքեք գպերեք եկեղեցի Աստծո մեջ որպես լսեն անոնք մխիթարվին անոնք կյանքը նորոգվի կյանքը փոխվի թեթևնան մի քանի անհատներ տեսնելով հավատացյալներ տեսնելով նորոգվին անիկա իրենց համար նոր եւ բոլորին ուրախ վիճակ մգստեղծե իրենց մեջ փոփոխությունը եւ անոնց դգարությունը այդպես զորության կվերածվի եւ անոնք արձվի թևեր կհատնին դեպի վեր թռչելու համար բայց գան ուրիշներ որոնք արգելափակված են եւ չունին անհատներ ծանոթներ որպեսի նման ուղղություններ ծառայություններ մատուցանած ըլլան իրենց ասու համար անոնք նեղության մեջ կդարավին զորություն խնդրեն զորության կգարոդին որ այն կեակույն զորությունը իրենց բավարարություն ըլլա հոգեգան վերերտմը գտնելու համար հարյուրավորներ կդարավին իրենց հոգին մեջ իրենց միտքը եւ մարմինը լեսակ անման տշպախտությանց մեջ են գանցնի հանդիպած եմ Օստրալիո մեջ հանդիպած եմ Սուրիո Լիբանանի մեջ Հորդանանի մեջ Սուդանի մեջ մանավանդ Թեսաղոնիկեի մեջ անկամակի հիշեմ մեկում հանդիպած լալ որուն երդասարտեղան սավ այսօր եթե ինձ քիչ ժամանակ դաս եւ քեզ մերդունը դանին մայմունին որ իրապես այսպիսի խոսակցության
շատ կգարոդի և մեծապես պիտի ուրախացնես ինքը եթե կաս մեր դունը։ Եվ երբ կացի իրենց դունը յանքիս մեջ այդ դան պես փարթամ հանգստաբետ գեղեցիկ ամեն կետնի վրա զահտեղեններով լեցուն դումը դեսած չեմ։ Մինչ հյուրանոցի մեջ երասարդի հետ կխոսակցեինք, հանգարց այդ դիգիներ նեսեն սկսավսել, ինչ կլա, մեզի մեր կողմ անցեք և այս խոսքերը թողոսվին։ Սա մայրս է, և անցանք մույս սենյակը, խեղճ գինը, թակուհին անգողորեն շատ ավելի պարավոր անգողնյուն վրա երգնցած, այնքան հանգստաբետ էր իր կտնված սենյակը, գարձես դրախտի պես, բարդեզի պես զարտարված սենյակը, արջևը ամփոլ Թեսալոնիկեի քաղաքը գտեսնվեր այդ 6-րդ հարգեն և իրապես ըզմայլելի դեսարան մներ։ Եվ ասավ, այդ գեղեցիկ խոսքերը, որ հոնք խոսեր դուսեց, ինձ խոսե, պետք կուրի մեղեթարական խոսքերու գսիրեն դեր Հիսուսը, բայց Հիսուսի խոսքերը խոսո մարդեր չկան հոս քաղաքից մեջ, և հոս Հիսուսով հետաքրքրվողներ չկան քաղաքի մեջ, և ուրեմն խոսե Աստծո խոսքեն, քույրը, որ զրկված է հոգևոր մեղեթարութեն է, քույրը, որ զրկված էր բոլորին հոգեգան հարաբերությունները, որ իրապես անպանդարգված էր այդ դրախտի պես գեղեցիկ շենքի մեջ, բայց անոր փափակը այն շենքը չի կոացներ, անոր հոգին չի գշտանար, բայց միան Աստծո խոսքին օրհնյալ ճշմարտություններով, որ իրեն հակեցում գուդար։ Եվ վերջացուց խոսակցություն ասելով երանի թե հյուղագիմը մեջ աբրած ըլայի և հոգեգան կոհացում գտնեի իմ սրդիս և հոգիս մեջ։ Հյուղագի մեջ աբելգուզե, բայց նույնադեն հակեցում, հոգևոր հաղորդակցություն, հոգևոր խոսակցություն, սիրտը գշտանալ Աստծո խոսքեն, որոնց պես շատ մարդիկ կան գաբրին և գերթանք շատ անգամ 10-15 կիլոմետր քշելով, մինչև 30-50 կիլոմետր քշելով մեգումը գերթանք, որպես Աստծո խոսքը անոնց հասցնենք օրհնություն ըլլալու, անոնց մեղեթարություն ըլլալու, որպես անոնք կոհացում գտնեն այս նյութական աշխարհիս վրա իրենց աչքերը դեպի վեր բաժացնելու։ Ոնց առաքյալ այդ նեղության մեջ են, ինչպես հերոսապար կբայքարի և հերոսի պես կգանքնի և մեծապես Աստծո գոմը գեցած կբայքարի։ Ոնց նեղության մեջ ցույց կտա հերոսադի փոքիմը։ Այն չփորմեց նահանջի ջամփան, հավաջիշտ հագարակը կբادرացնի իշխաններու և պետություններու հետ, Եփեսացիս 6-րդ գլխում մեջ կսե, մեր պատերազմը մարմնի հետ չէ, պետություններու հետ չէ, հապա իշխանություններու և պետություններու և օդի մեջ եղող չար ոգիներուն հետ է մեր պատերազմը, բայքարմը չար ոգիներու, բայքարմը մեղքի դեմ, բայքարմը սատանային հարազանքի դեմ, և այսպես հերոսապար բայքարեցավ և անուհաման կսե, բարի պատերազմը պատերազմեցավ, ընթացքը գդարեցի, հավատքը բահեցի, արդարությամբ սակմը կսպասե ասոն ետև, որովհետև իր կամ իրեն վիճակվածը ճշմարտորեն բահեց, անինչ որ պետք էր բայքարել մեղքին դեմ, և ահավասիկ այն մրցանակին համար այն անխոնջ աշխատեցավ և դերնալ զինք պիտի վարսատրեր։ Եվ նաև գսե
Առաջին Կորինթացից, երկրորդ Կորինթացից 4:8-10 համարներում մեջ մեր վարգենական թեթև նեղությունները արաբեր քան զարաբեր կերազանցություն կգործեն, մեր նեղությունները, թեթև նեղությունները, բամը չեն գալու Եղով փառքինքով, եւ այսօր մենք կապրինք իրապես այսպիսի արատ երկիներու մեջ նեղություն չունենք, հալածանք չունենք, դարաբանք չունենք, մինչև իսկ ավելի պիտի խոսի մսելով մեզ ով Քրիստոսի համար հալածանք կրած է, ով Քրիստոսի համար նեղություն կրած է, գրեթե մեզ ոչ մեկը ընդհակառակը երբ Հիսուսի խոսքերը կրանենք ժողովրդի մեծամասնությունը գուրախանան եւ կտեսնեն կլսեն երիտասարդը բադանիմը չափահասը այսպես ասոց ջամփում մեջ է եւ ամբողջ աշխարհիկներ իրենց վստահությունը ունին հավատացյալներուն վրա որոնք այսպես քաչապար գաբրին աստծո գոմը իրենց սրդերը հոգիները նվիրած աստծո եւ ամբողջ աշխարհի մարդոց վստահությունը շահազեն միայն պարզաբար ասվեցին դայներուն televizyonerin gafmı xaçakonlar yalan anurışkıntıdır. Vayetivan bez mezarmasam ampoz havadasyonları mahtos vıstahuçunu şahazen. Gınışana geteyim menk volkan bitkoning asbes ababinelu astıdzo Ivanosub Hoskin. Bu sarakyal yep aspoları negati garne ir askerun arçev Ki yev norgdagarami herosner gdogamsen yev anong sis kodan iren at negocian negurin match pandi negurin match in anong zink kasaleren yev ir hoking gehölçvi hoking badrastvi yev nunves anal gıçana ir hedevotnerun no seruntin no kristonyanerun havatka hastadelu yev aveksenlu hamar nemanu hosker guda Հոսեփ գեղեցիկ բանդի մեջ որքան հավատարիմ մնաց այդ նուղությամբ ովքի մեջ են անցածարեն բանդը իրեն համար բալատ մներ արտարության, մակության, սրբության ամբողջ երդասարտությունը մաքուր պահելու համար բանդի մեջ հոժարեցավ մտնելու եւ այն բանդի մեջ որքան վստահություն շահեցավ բոլոր բանդարգալներուն մինչև երազդեսնողներուն եւ այն բոլորը իրեն ապավինելով իրենց երազները, իրենց խնդիրները, իրենց հարցերը կհայտնեին որովհետեւ ողոս անոնց լուծումը շնորհեր մենք մեր գաղտնին որքան այսպիսի օգնություններ կտանանք մեր շրջապատին որովհետեւ անոնք այս ուղղությամբ գվստահին աստծո զավակներուն եւ նույնպես իրենց ասկերուն աչև գենտանի վգաներ են, որոնք լրությամբ գկարոզվին և գբատկամեն իրենց, որպես անոնց հոգիները պատրաստվին աստուծո թագավորության համար։ Դանիել արյուծներուն կուպը նետվեցավ, արյուծներուն կուպը իրեն համար բալավեն ավելի կարծր էր և այնքան անշահած էր թագավորին վստահությունը որ ամբողջ գիշերը թագավորը իր քունը գործունեացած հետևյալ արաբոդուն կալով կուպին պերանպանալով գսե «Ո Դանիել, քու աստվածը զորտուն անտատար կբաշտես, անիկա կարող եղավ քեզ ազատել արյուծներուն պերնեն»։ Դանիել ներսեն ուրախ և զվարճ նեղության նգուհին մեջ են ձայն տալով գսեմ «Ով դերին թագավոր Աստված իր էստագը վրգեց և արյուծներուն պերանը կոծեց, որպես ինձից շվնասեն։ Այսպես ասում բոլորը բողոս արակելի ասյուն արշև եկան ու անցան, բանդի մեջ է, բայց ուրախությամբ անգտիմավորեց անոնք։ Պետրոս հերովտեցի բանդին գավանքներուն ներքև գապված էր, հոն նեղությանց մեջ կմնար, քիչ առաջ, որ Հակոբոսի գլուխը մարմեն են ծրած էր, գլխատած են զայն, հրյաներուն մեծ հաջիկ պատճառած էր, անոր համար բռնեց Պետրոսն ու պանդարգեց, եւ հաջորդ օրը զայն ապիտը հաներ հրաբարակ,
որպեսզի անորալ վճիռ ունեմ, բայց եւ անպես Աստված ինչպես իր ռեստակը ղրգեց եւ քագեց Պետրոսի գաբերը, ինչպես անոր շղթաներ իր ձեռքերն վարինգան, ինչպես պանդի նիկերը քագվեցան, ինչպես անոր մեջ են ապավ անցավ եւ ինչպես փողոցներն անցածարեն, հանգած ռեստակը անհետացավ, գնաց եղբայրներուն դուր զարգավ եւ Nes մտնելով բոլորն ուրախացան, այս բոլորը Բողոսի աշկեուն աշև գդողանցեն, ասիգա քեզի եւ ինձի ոգան սիրտ կուդա, ինչպես Բողոս արակյալ սիրտ արավ այս բոլորեն, ավելի հաստատուն գանեցավ, նեղությանց մեջ գրեց այս գեղեցիկ նամակը, որ գսե ամեն բանի կարող եմ Քրիստոսով, որ զիս ստորացուց, այս մեծ զորությունը Քրիստոս Հիսուսով եկած էր իրեն, նեղության մեջ են, բայց գխոսի հինգ դագարանի, նոր գդագարանի հերոսները, որպեսի սիրտ արնե ուրականչուր հավատացյալ, որպեսի բոլոր փոթությանց, նեղությանց մեջ և գգրքի, զորություն հակած, ապահով վեր ելե Քրիստոսի համար քաչ բգամ ըլլալու, ուրեմն նեղության փովքին մեջ են, դերը քեզ զորությամբ կլեցնեմ, հույս կուդա և այսպես հրաշքով քեզ գարաշնորդ է, որ հաղթական կյանք ունենաս, Բողոս այս բանդի մեջ հիմա գբեր հիշել, թե ինչպես ինքնա Փիլիպպեի մեջ բանդարկված ադեն, այն նեղության մեջ եղած ադեն, իր եղբորը Շիղայի հետ միասին ձեռքերն ոտքերը կապված էին և հոն ինչպես անոնք քիչերը մինչև 12 հավանապար ուրախ սվարդ կերկեին և զասված կպարավորեին, մինչ բոլոր բանարգյալները նեղությանց մեջ կմնային հանգարց։ Աստված վերեն եկած հագնը ղրգեց, բանդին հիմենը սասեցան, գաբանքները կագվեցան և բանդաբետը վահտնալով ժրակմը արավ, ըսկսավ փնդրել զիրենք և Բողոսը սավ քո անցիտ վնասվամին էր, քանզի ամենքը սալ խոսենք և ահավասիկ նեղության մեջ Աստված իրեն ազատության միջոց մտվավ և սաղանքի չետո ամբողջ բանդաբետը իր դունը, իր ընտանիքը փրկվեցան, ապաշխարեցին, մգրդվեցան, մեծ ուրախություն էր անիկա Բողոսի համար, որովհետև նեղության մեջ իսկ Աստծո ավետարանին պատկամը ուրիշներուն հաղորդեց, դուն և ես այսօր որքան պետք ունենք այսպիսի քաջարական խոսքերու, որովհետև երբ կանցնենք նեղություններու մեջ են, դերը մեզի միս քաչ գբահե և որպեսի զորությունը հակած զինք դիմավորելու պատասխանենք։ Սիրո առաքյալը Հովհաննես Բատմոց ըսված կղզիում մեջ բանդարկված ակցորված արեն, անտեպի վեր նայեցավ ու դեսավ նոր երգինքը ու նոր երգիրը, անվերեն դեսավ Աստծո հարսը, դեսավ, որ այդ նոր Երուսաղեմը հարսիմը բես վերեն վարգիչներ, ինչ մեծ ուրախություններ անիկա իրեն, այն ակցորության մեջ, բանդերում մեջ, որ միայն իրեն հոգին ուրախանա գհրճվեր, որովհետև երկրի վրա միակ իրեն մխիթարությունը երկինքի դեսիլքներ, վերին դեսիլքներ և հոսևով բողոսկը վե հիշե, թե ինչպես ինք Արգիպասի արջև գեցած ադեն գսե, ով Արգիպաս արքա, ես այն երկնային գոչումին անհնազան չեղա, ինչպես հնազանդելով ամբողջ սրտով և հոգվով անոր գամքը կատարելու համար իմ կյանքս դվի անոր։ Հավաքրիկո լուսավորիչ խորվի ռաբի մեջ, ինչպես անիկա հավատարիմ մնաց, ինչպես անիկա գանքնեցավ Աստծո համար, ամբողջ Հայաստանյաց աշխարհը լուսավորելու, ամբողջ այն խաբար աշխարհը լուսավորեց և անիկա այն ժողովրդին փրկության միջոցը դարձավ, 300,000 հոգիներուն փրկությունը իր կյանքի մեջ տեսավ և որքան անհատներ շուտով Աստծո դարձան և Հիսուսի լույսովը լեցված
երկրի վրա քաչապահանտեցան զասված փարավորելու Աստծո զորությունով հավատքի հերոսները աշխարհի գահարտեն մենք մեր գարկին իբրև Աստծո աչք կողմը կանգնող Հիսուս Քրիստոսի ծառաներ հավատացյալներ եւ այսպես կհասնենք Աստծո ինչ մեծ ուրախություն է մեզի մեծ գիրոս եւ երախա էր մեծ հայրը վախնալով որ օրմը գրնա իր կահը խլել նահանցեցավ ծառայի մտավ զանիգա որպես գործունեություն է սակայն ծառան բարեսիրտ ըլլալով հովիվը հանձնեց այս մանուկը եւ հովիվը զայն մեծուց իր ակրագին մեջ իր դանը մեջ եւ վադանի եղավ երիտասարդ հովիվեն իմացավ թե ինք որու զավակն է եւ ուրեմն իր ով իլալը ջանցնալուն պես անմիջապես ինձինքը մարզեց լան դերեկություններ քարեց բադասվեցավ եւ քաղաքիչավ ու վերջապես օրի մեկը ինք գիրոս կալոմբրան նստավ եւ ամբողջ աշխարհակալը եղավ այն շրջանին դու եւ ես հիմա երբ նեղությանց մեջ ենք անցնենք մեր հովիվը հովվապետը դեր Հիսուս քեզ արած է եւ այսօր քեզի կպասատրե այս նեղությանց մեջ են թե դու որու զավակն ես ով քեզ որդեգրած է ինչպիսի մեծ թագավորի զավակն ես թե որքան անիգա քեզի արժեք տված է եւ քու հավանական դունդ ուր է եւ ինչպես պիտի կարողանաս հոն հասնել ուրեմն այդ նեղության մեջ ինչպես գիրոս պատասխանեցավ դու եւ ես եւ պատասխանին այս նեղության շրջանեն անցած ադենից հոգեվորապես պատասխանված հոգեգան բավարարություն կդած հոգեգան նվիրում ունենալով խնդրենք դեր կուսում գամքդ հայտնենձի զայն կդարելու զայն ապրելու որպես այս խավար աշխարհիս վրա եւ իմ բաժինս իմ ցանկս վերջանա քո արժեվդ ելելու պատասխան ուրեմն այն սուրբ թագավորության համար եւ դեր քեզ եւ զիս պատասխանած եմ ուրեմն յետևի եղածները մոռնալով մեր արժեվ եղած մրցանակին վերին գոչումին վասենք նեղության մեջ հեն անցնելով այդ գոչումին մրցանակի եւ կհասնենք ըսավ ասկե յետև գա ու գմնա ինձի արտարության բսագը զորդերը արտար տադավորը բիդի հադուցանե ինձի այն օրը ու ոչ թե միայն ինձի հավա այն ամենունալ որանոր հայտնվիլը սիրեցին ուրեմն դեր Հիսուսը սիրելով անոր ջամբում մեծ մխրջվելով անոր հետքերուն մեր քայլերը տնելով եւ կհետևենք անոր գապոլով գամքը մեր սրտի մեջ ամփոփելով աբինք աստվածահաճո կյանքը այս թեթև եղությունները առավել քան առավել գերեզանցություն կգործեն եւ քիչ հետո շուտով պիտի փարադին եւ մեզ համտեսալի համար պիտի պատասխեն թողերը մեզ այս եղությամբ ովքեր անցած արեն քաչությամբ եւ հոգով լեցնե եւ իր արժեվը ելելու համար մենք մեզ բադասպարենք Աստծո սրբազան խոսքովը հոգևորապես սորացած եւ քաշալերված իր սուրբ անունը մեր ամենուն վրա փառավորվի թող որ անոնք որոնք այսօր կամ իրենց կյանքի մեջ նեղություններ ունին նեղությանց մեջ են գտնին հոգևորապես դերսեն սորացնեն եւ պատրաստվին իր արժեվը ելելու թող որ խաչին զորությունը մեր սրտերում վրա միշտ մնա եւ ապրենք այսպես աստվածահաճո իր փառքին համար աղոթենք
Դեր Հիսուս, դու մեր սրդերուն գխոսիս, մեր կյանքերում մեջ մեզի քաջալերան կուտաս, նեղության մեջ մեզի զորություն կհագցնես, ինչպես քո ծառատ նեղությանց մեջ զորություն հագավ, քեզ ունենալով իր սրտի մեջ, քո խոսքից զորությունը իր կյանքի մեջ զորություն տվավ, ինչպես Տեր իր ազգեուն առջև ամբողջ ավետարանի և ամբողջ Աստվածաշունչի հերոսները դողամցեցին, ինչպես Տեր անիկա անուս մեր զորություն օրինակ առնելով զորություն հագավ, մինքալ Տեր մեր կյանքերում մեջ զորություն հագած, հոգուն սրտով զորություն հագած, ամեն օր հաղթական կյանք ապրելու համար մեր կյանքերը քեզի նվիրենք, քո առաջնորդությունը թող մեզի հետ լա, քեզնով զորություն հագնենք և քո առաջնորդությամբ ընկալենք ցորեգը ամբիսյունով և քիշերը գրագիսյունով հետևին քեզի, որպեսզի մեր նշանապանը եղող Տեր Հիսուս Քրիստոսի այն վերին գոչումին մրցանակին հասնենք, Սուրբ անունովդ միայն կխնդրենք, ամեն։